Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սփյուռքահայ մասնագետներին կրկին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում, մեկնարկել է ի գործ 2026-ի հայտադիմումների ընդունումը։ Հայտատուները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ մասնագիտական 5 տարվա աշխատանքային ստաժ, նաեւ պետք է ապրած կամ աշխատած կամ սովորած լինեն Սփյուռքում առնվազն 5 տարի։ Պահանջներն այս տարի մի փոքր խստացվել են, նախկին 50-ի փոխարեն լավագույն 35-ը միայն հնարավորություն կունենա 1 տարի աշխատելու պետական կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտական կարիքներին համապատասխան։ Միջազգային իրավունքը, ֆինանսիստները, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում, հանրային առողջության ոլորտում բավականին շատ մասնագետներ ունեն, կրթության ոլորտում, մշակույթի ոլորտում, այս երկու վերջի տարիների ընթացքում մշակույթի ոլորտում ունենք նաեւ բավական մեծ հաջողություններ։ Կառավարությունը փոխանցում է մասնակցի ավիատոմսի առողջության ապահովագրության գումարը, 1 տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը, հատկացնում ամսական 336,000 դրամ կեցության նպաստ։ Արդեն ամենամյա դարձած ծրագրի նպատակներից է մասնագիտական հայրենադարձությունը։ Հայրենի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Ունենք կառույցներ, որոնք բավականին արդյունավետ աշխատում են անգլերեն լեզվով, ռուսերեն լեզվով, բայց ունենք նաև կառույցներ, որոնց համար հայերենը պարտադիր պայման է հանդիսանում։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ընձեռված հնարավորությունից ցանկանում են օգտվել բազմաթիվ սփյուռքահայ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկա, եվրոպական երկրներից ունենք մասնակիցներ, ինչպես նաև Միջին Արևելք, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, մեծ է աշխարհագրությունը բավականին։ Արդեն 7-րդ անգամ անցկացվող ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 300 սփյուռքահայ, որոնց մեծ մասը ծրագրի ավարտից հետո ապրում եւ իր գործունեությունը շարունակում է հայրենիքում։ Ունենք 73% հայրենադարձություն, որոնք մնում են Հայաստանում, աշխատում են եւ մասնավոր սեկտորում եւ պետական համակարգում։ Սփյուռքահայ մասնագետները հայտադիմումները կարող են լրացնել մինչև մարտի 3-ը։ Վրյուր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։